Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ անկախ հետազոտող Էդգար Վարդանյանը, բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Պարոն Վարդանյան, փորձենք այսպես գոնե հնարավորինս նեյտրալ գնահատական տալ վերջին շրջանում քննարկվող եւ ամենաակտիվ գործընթացը, որ մենք տեսնում ենք, դիտում ենք, դիտարկում ենք մեր մաշկի վրա, զգում ենք Հայաստանի ներքին կյանքում, դա իշխանություն, եկեղեցու վերնախավ, արդեն հակամարտությունն է, արդեն այդտեղ կոնֆլիկտ չի էլի, բոլոր ուղղություններով արդեն կարելի է իրեն կոչել հակամարտություն, հիմա դա կարելի է արդեն կոչել քաղաքական պայքար։ Դե այստեղ երևի պետք է սկսել նրանից, թե ինչ է քաղաքական, ինչ է քաղաքականություն, ոնց ենք սահմանում մենք քաղաքականություն հասկացությունը։ Եթե լայն սահմանում տանք, որ քաղաքականությունը ընդհանուր առմամբ իշխանության համար գործընթացներն են, պայքարն է, եւ իշխանության իրականացման ռեսուրսների այսպես ասենք ձևավորման, կուտակման եւ ռեսուրսների բաշխման ոլորտն է, դա է քաղաքականությունը։ Ըստ էության, այո, կարող ենք ասել, որ սա նաեւ քաղաքական։ Այդ դեպքում հարց է առաջանում, եկեղեցին ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու մասին չի խոսքը, կաթոլիկ եկեղեցին, իշխանության համար պայքարի հետ ինչ գործ ունի։ Չունի, հենց այդ է ամբողջ հարցը։ Այո, հարցադրումը շատ տեղին է։ Եկեղեցին անջատ է պետությունից, դա դեմոկրատական պետության, ժամանակակից աշխարհիկ պետությունների կարևորագույն էլեմենտներից մեկն է։ Դե ժամանակին այդպես չէր։ Ինչու են անընդհատ խոսում այդ մասին, որ եկեղեցին պետությունից պետք է անջատ լինի եւ այլն, որովհետեւ դա այն կարմիր գիծն է, որը ըստ էության, երբ որ դու անցնում ես, այսինքն երբ որ եկեղեցին տարանջատում ես պետությունից, կարող ենք ասել, որ դու այս դեպքում արդեն աշխարհիկ պետություն ես դառնում, դեմոկրատական պետություն ես դառնում։ Ըստ էության սուվերեն պետություն ես դառնում, սա էլ է կարևոր։ Մենք սուվերենությունը շատ հաճախ անցալում ենք միայն այն կոնտեքստում, որ ասենք այլ պետություններից անկախ, բայց դա այդպես չի, դա բավարար չէ այլ պետություններից այսպես ասած անկախ լինելը, նաև կարևոր է, որ ժողովուրդը սուվերենությունը ինչ է դեմոկրատական պետության սկզբանում շրջանակներում այդ կոնցեպտում սուվերենությունը այն է, որ դու այնպիսի մի համակարգ ես ստեղծում ինչ որ մի տարածքում, որը ունի սահմաններ բնականաբար, որտեղ ապրող բնակչությունը ժողովուրդ է դառնում եւ այդ ժողովրդինն է իշխանությունը, պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդն է որոշում, թե ինչպես պետք է ապրի, ինչպես պետք է մարդիկ մեկը մյուսի հետ համագործակցեն, խոսեն, աշխատեն եւ այլն, ապրեն մի խոսքով, ինչպես պետք է կառավարվեն, ինչպես պետք է ինքնակառավարվեն։ Ժողովուրդն է որոշում եւ սուվերենը ժողովուրդն է, այստեղից է սկսում սուվերեն պետությունը։ Հիմա եթե եկեղեցին մասնակցում է կառավարմանը, նշանակում է ուրեմն սուվերեն չկա, ուրեմն այդ պետությունը սուվերեն չի։ Դա արդեն նշանակում է, չգիտեմ, ասենք դա կարող է լինել մոնարխիա, այսինքն երբ որ սուվերենը թագավորն է, սուվերենը կաթողիկոսն է, եկեղեցական ինչ որ ներկայացիչ հիմնականում այո իհարկե այնտեղ խառը համակարգ է, հիմա դրան չանդրադառնանք, բայց ամեն դեպքում եւ դրա համար շատ կարեւոր է այդ դրույթը եւ բնականաբար երբ որ եկեղեցին մարտահրավեր է նետում հասարակությանը, սա շատ կարեւոր է նշել, հասարակությանը ժողովրդին է մարտահրավեր նետում, որովհետեւ սուվերենը ժողովուրդն է։ Եթե եկեղեցին մտնում է քաղաքականության մեջ, նշանակում է իշխանության համար պայքարում է, նշանակում է վիճարկում է
ժողովրդի սուվերեն լինելու հանգամանքը։ Դա մարտահրավեր է ժողովրդին։ Այս դեպքում բնականաբար մենք մեծ խնդրի առջև ենք կանգնում եւ այո, պետք է խոսել այն մասին, որ այդ դրույթը պետք է պրակտիկորեն կյանքի կոչվի եւ եկեղեցին որևէ կերպով որպես ինստիտուտ չի կարող եւ չպետք է մասնակցի քաղաքականությանը։ Եկեղեցին, քանի որ դուք հիշատակեցիք սահմանադրությունը, եկեղեցին ասում է պետությունը իմ ներքին գործերին, այսինքն ով է կուսակրոնության ուխտը պահել, չի պահել, եւ այլն, խառնվելու իրավունք չունի։ Այն դեպքում, երբ ցանկացած հոգևորական, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, կարող է ունենալ քաղաքական պահանջներ, կարծիք, տեսակետ եւ այդ ամենը արտահայտելու իրավունք ունի, ընդ որում սահմանադրորեն, ինչն է ասում։ Այո, եկեղեցու բոլոր ներկայացուցիչները, անկախ նրանից թե ինչ կարգավիճակ ունեն, իրենք իրավունք ունեն տեսակետ ունենալու։ Բոլորը չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Խոսքը բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է, կոնկրետ այս դեպքում, այո, մենք այս կոնտեքստում ենք դիտարկում այս ամեն ինչը։ Եվ այո, իրենք իրավունք ունեն կարծիք ունենալու, իրենք իրավունք ունեն այդ կարծիքը հնչեցնելու, դիրքորոշում հայտնելու եւ բնականաբար որպես քաղաքացիներ, չէ, իրենք քաղաքացի են։ Իրենք գնում են ընտրության, մասնակցում են ընտրությունների եւ ձևավորում են, այսինքն ժողովրդի կազմում որպես քաղաքացիներ ունեն մեկ ձայնի իրավունք ամեն մեկը եւ ձևավորում է իշխանություն, այսպես ասենք։ Այդ միասնությունը, հա, այդ թվում նաեւ եկեղեցականները։ Բայց այստեղ խնդիրը հետեւյալն է, երբ որ ասում են, որ պետությունը չպետք է ներխուժի եկեղեցու տարածք, այսպես ասենք, հա, չխառնվի եկեղեցու գործերին, պետք է մի պարզաբանում տալ։ Այո, ըստ սահմանադրության, ըստ սուվերեն պետության, ըստ աշխարհիկ պետության կոնցեպտի, եթե մենք խոսում ենք եկեղեցու եւ պետության տարանջատման մասին, նշանակում է, որ այսպես ասենք, մեկը մյուսից անկախ են, այսինքն մեկը չի մտնում այն մեկի ոլորտը, մեկն էլ չի մտնում այն մյուսի ոլորտը, բայց ինչ է նշանակում խառնվել։ Տեսեք, խառնվել կնշանակի հետեւյալ պարագայում։ Եթե պետությունը, ուշադրություն դարձնենք սրան, պետությունը, այսինքն իսկ պետությունը ոնց կարող է իրեն դրսևորել։ Պետությունը կարող է իրեն դրսևորել պետական մարմինների ըստ իրենց գործառույթների իրականացվող գործնեության։ Այսինքն այդպես դրսևորվում է։ Հիմա եթե օրինակ պետությունը օրինակ, չգիտեմ, ոստիկանապետի, դատախազի, չգիտեմ, կամ ինչ որ պաշտոնյայի, նախարարի, հա, գործառույթների շրջանակներում իրականացնի մի գործողություն, որը չի բխում իր գործառույթներից, եւ օրինակի համար ասի, որ այ պետական այսինչ որոշման, այսինքն մեր նախարարության այսինչ որոշման կամ դատախազության այսինչ որոշման, մենք սահմանում ենք այսպիսի ընթացակարգեր եկեղեցու ներսում։ Ասում ենք, որ դուք այստեղ պետք է աղոթեք, այլ ոչ թե այստեղ։ Այս աղոթքը, այս գիրքը պետք է ընդունեք որպես ձեր հիմնարար գիրք, սուրբ գիրք, օրինակ, չգիտեմ, ռեգլամենտը այսպիսին պետք է լինի։ Եթե այդպես չանեք, մենք կպատժենք պետական գործիքակազմը օգտագործելով, օրինակ, չգիտեմ, ոստիկաններ կուղարկենք, դատախազը համապատասխան ինչ որ գործ կհարուցի եւ այլն եւ այլն։ Այսա կլինի պետության կողմից եկեղեցու գործերի մեջ խառնվել։ Սա բնականաբար անընդունելի է։ Օրինակ Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Կիրակի օրը մի շարք հոգևորականների, քահանաների մասնավորապես կանչել էին պատարակի ժամին ընդ որում, կանչել էին ոչ այնա դատախազություն, ոչ այնա քննչական կոմիտե հարցաքննության։ Եվ այդ օրը պատարակներ չկարողացան մատուցել։ Հիմա դա միջամտություն էր եկեղեցու ներքին գործերին, թե ոչ։ Բնականաբար միջամտություն չէր, որովհետև կա քրեական գործ հարուցված կամ կարող են լինել հարուցված քրեական գործեր եւ որպես քաղաքացիներ եկեղեցականները չունեն ոչ մի իմունիտետ
եկեղեցական լինելը իմունիտետ չի տալիս, այսինքն դուք չեք կարող օրենքներ խախտել, օրինակ, հա, դուք չեք կարող իրավական դաշտից դուրս լինել։ Եվ բնականաբար, եթե հարցեր կան, եթե պետք է հարցաքննվեն, այդ եկեղեցականները որպես քաղաքացիներ հրավիրվում են եւ հարցաքննվում են։ Այստեղ ո՞րն է պետության միջամտությունը։ Նորից եմ ասում, պետության միջամտությունը շատ կոնկրետ կարող է լինել։ Կոնկրետ, այսինքն եթե ինչ որ գործառույթն է, որ անօրինական ձևով է այս կամ այն պետական ինստիտուտը իրականացրել, ասենք շեղվել է իր գործառույթներից, ինքը իրավունք չունի նման բան անելու, բայց արել է։ Եթե նման բան կա, այս դեպքում այո կարող ենք խոսել միջամտության մասին։ Այս փաստը, որ դուք բերեցիք, ինձ հայտնի փաստերը հիմք չեն տալիս, որպեսզի մենք այդպիսի եզրակացության գանք։ Բնականաբար, նայեք, տեսեք, այստեղ մի հետաքրքիր խնդիր կա։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա վարչապետից սկսած, հա, երբ որ ինքը որպես անձ հայտարարություն է անում, գործողություն է անում, ինչ որ մի տեղ է գնում, մեկին բարևում է, ժպտում է, նվեր է տալիս, նվեր է ստանում, քննադատում է, հանրային ընկալումներում, եթե մարդիկ գիտեն, որ ինքը համապատասխան պաշտոնյա է, ընկալվում է որպես պաշտոնյայի գործողություն, խոսք, հա, ընկալումներում։ Բայց մարդը ինքը բացի այն, որ ինքը պաշտոնյա է, չէ, ինքը մարդ է, ինքը քաղաքացի է։ Ինքը, չգիտեմ, մեկը հայր է, մեկը մայր է, մեկը նաև դասախոս է, չէ, տարբեր դերեր մարդիկ ունեն։ Ինքնության տարբեր ձևեր կան։ Եվ տեսեք հիմա, այսինքն մարդը եթե օրինակ գնում է ինչ որ մի գեղարվեստական ֆիլմ է նայում եւ քննադատում է այդ գեղարվեստական ֆիլմը, որպես կինո քննադատ, թեկուզ սիրողական կինո քննադատ։ Եվ ինքը պարզվում է օրինակ նախարար է, կամ դատախազ է, կամ վարչապետ է։ Նշանակում է ինքը որպես նախարար, վարչապետ, դատախազ է քննարկում, քննադատում, կարծիք հայտնում այդ կինոյի մասին։ Ոչ, եթե որպես մարդ քննադատության ընթացքում օրինակ ես ին վրա վերցնեմ, ես իշխանության ներկայացուցիչ եմ, ես ասում եմ, գիտեք ինչ կա, այս ֆիլմը լավը չի, ու ես որպես, չգիտեմ, իշխանության ներկայացուցիչ ինչ որ պաշտոնյա կարծում եմ, որ, հա, այդտեղ արդեն իմ քաղաքացիական դիրքորոշումը ավարտվեց։ Հիմա այս եկեղեցու վերնախավի հետ կոնֆլիկտը որ կա, դրանում բոլորը, այսինքն այնտեղ ազգային ժողովի падգամավորները չեն ասում մենք որպես քաղաքացի, ասում են մեկը որպես падգամավոր, որպես իշխանության ներկայացուցիչ, որ պետության մաս, այսինքն այդտեղ այդ ամեն ինչը մի քիչ լղոզվում է, չեք գտնում։ Ինչ են բայց ասում, այ հենց այդ ամբողջ հարցը։ Արդյոք իրենք ասում են այ որպես այսինքն ասածն էր, որ տարանջատված չի ով է ում գործերի մեջ։ Դա ԶԼՄ-ների երևի թե լուսաբանման արդյունքում է կարող ստեղծվել նման տպավորություն։ Բայց ես օրինակ չեմ լսել, որ որևէ մեկը ասի, այ որպես падգամավոր, իմ падգամավորի գործառույթների շրջանակներում ես ասում եմ, որ օրինակ կաթողիկոսը լեգիտիմ չէ եւ պետք է մենք խելամտություն ունեն չեն անում, նոր կաթողիկոսի ինտրուդուցիա։ Այդպիսի ձևակերպումներով չկա։ Հիմա եթե չկա այդ ձևակերպումը, իսկ գործառույթների, տեսեք, կարող ենք ինչ որ կարող է տպավորություն ստեղծվել, որ քողարկված կարող են դա անել, հա, այսինքն չհայտարարել ուղղակիորեն, բայց ինչ որ գործողություններ անել, որոնք իրենց իրավասությունից դուրս են եւ որոնք կարող են դիտարկվել տեսականորեն որպես բան, հա, միջամտում եկեղեցու գործերին։ Այդ դեպքում խնդրում եմ եկեք հասկանանք, քննարկենք որ գործառույթների շրջանակներում ինչ են իրենք արել որպես падգամավոր, մեկը որպես նախարար, որը չի մտնում իր լիազորությունների շրջանակներում կամ որպես վարչապետ։ Ես այս պայդրությամբ նման բան չեմ տեսել։ Եթե կան նման բաներ, որ այսա կոնկրետ իր լիազորությունների շրջանակներում չի մտնում, ինքը չարաշահում է իր լիազորությունները, ինքը իրավունք չուներ օրինակ այսպիսի հրամանագիր օրինակի համար ստորագրեր, բայց ստորագրել է այդ հրամանագիրը։ Հա, այս դեպքում կարող ենք արդեն քննարկել, խոսել եւ տեսնել, որ փաստորեն այո, առերևույթ կան այստեղ եկեղեցու գործերի մեջ խառնվելու դեպքեր, բայց նման բան ես չեմ տեսել եւ որևէ մեկը այսքան ժամանակ անկեղծ ասած չի ներկայացրել
նման փաստեր, որոնք կստիպեին ինձ ենթադրենք որպեսզի ես մտածեի եւ վերանայեի իմ այս մոտեցումը, որ հիմա հնչեցնում եմ, հա։ Տեսեք, ես չեմ ասում, որ հանրային ընկալումներում ամեն ինչ նորմալ է։ Հանրային ընկալումներում, այո, կան տարբեր, այսպես մոտեցումներ, նաև որոշ շարումներով խնդրահարույց, այսպես ասած, դիսկուրսներ կան, հա, բայց սա այլ հարց է արդեն։ Մենք շատ կոնկրետ պետք է կարծում եմ խոսենք, եւ նաև գիտեք ինչ, այստեղ պատճառն է կարևոր։ Ինչու է այս ամեն ինչը այսօր կան։ Ինչու է։ Իմիջիալ պատճառների հետ կապված, տեսեք, վարչապետը մի քիչ ակնարկներով խոսեց, ենթադրում եմ, որ ի պաշտոնը ինքը իրավունք էլ չունի ուղիղ նման տեքստեր հնչեցնել, բայց քաղաքական իշխող մեծամասնության ներկայացուցիչները, այսպես մեծացող բարբերականությամբ արդեն խոսում են այն մասին, որ պայքարը բնականաբար եկեղեցու դեմ չէ, պայքարը եկեղեցու գործող վերնախավի մեծամասնության հետ է կապված, ընդ որում ոչ թե որովհետև իրականում, չգիտեմ, ինչ որ մեկը իր քեռակնոջ հետ կամ ինչ որ մեկը երեխա ունի կամ չունի, այլ որովհետև այս մարդիկ ինչ հանգամանքների բերումով կամ կամավոր կամ հարկադրաբար սպասարկում են այլ պետության շահերը։ Այսինքն ըստ էության խոսքը գնում է այն մասին, որ հիմա կռիվ է գնում պետության եւ հակապետության միջև։ Գիտեք, բնականաբար պնդումներ անել, որ եկեղեցու վերնախավը այլ պետության շահերն մի մասը կամ այո, եկեղեցու թեկուս վերնախավի մի մասը այլ պետության շահերն է սպասարկում, դա քաղաքական պնդում է։ Մենք կարող ենք դրա հետ չհամաձայնվել, կարող ենք համաձայնվել, կարող ենք ունենալ կասկածներ, բայց ուղղակիորեն այսպես պնդել առանց հիմնավորումների, կարծում եմ ճիշտ չէ։ Ապացույցներ են պետք դրա համար, հա։ Դուք կարող եք կասկածներ ունենալ եւ ձեր կարծիքը հայտնել այս առումով, հա, կարող եք, բայց այսպես պնդումներ անել, չէ։ Այստեղ կարևորը այլ բան է կարծում եմ։ Կարևորը այն է, որ լավ, որտեղից այս ամեն ինչը ծագեց, պատճառը այս ամեն ինչի որն է։ Իսկ պատճառը հետեւյալն է, շատ բարձ պատճառ է։ Եկեղեցու ղեկավարության մի զգալի հատվածը, միգուցե մեծ մասը, այս էլ պետք է իդեպ բարձենք, հա, բայց համենայն դեպս պաշտոնական, այսինքն հայտարարություններ անող մարմինը, չէ, այնտեղ մարմիններ կան, հա, եւ այդ մարմինը, եթե դիտարկենք որպես եկեղեցու ղեկավարություն, լավ, ուրեմն տենց պետք է դիտարկենք։ Իրենք եւ հայտարարություններ են արել, եւ որոշակի այսպես հայտարարությունների նաեւ ձևով գործողություններ են արել, որոնք կարծում եմ հակասում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, հակասում են ժողովրդավարության սկզբունքին, սուվերեն պետության սկզբունքին։ Տեսեք, օրինակ, եթե իրավապահ մարմինները հայտնաբերում են, որ եւ բերում են որոշակի այսպես ապացույցներ, հա, եւ ասում են, որ այս կամ այն բարձրաստիճան եկեղեցականը օրինակ հեղաշրջման փորձել անել, իրականացնել, կամ օրինակ հայտարարել է, որ ինքը դրդել է ինչ որ մարդկանց ռազմական հեղաշրջում անելու եւ չի հրաժարվում այդ հայտարարությունից, այդ մոտեցումից, չէ՞։ Հիմա սա ինչ է, սա հակասահմանադրական է։ Այո։ Սա հակասահմանադրական բան է։ Մանավանդ երկրորդը, երբ որ հաստատված է, այսինքն երբ որ մեղադրվողը ինքը չի հրաժարվում մեղադրանքից փաստորեն, մեղադրանքի բովանդակությունից չի հրաժարվում, ասում է, այո, ես դա ասել եմ։ Ներողություն, իրավապահ մարմին լինի թե շարքային քաղաքացի, այստեղ ակնհայտ է, չէ, որ դա սահմանադրությանը հակասող բան է։ Ռազմական հեղաշրջումը դա հակասահմանադրական բան է։ Չի կարող սահմանադրական պետությունում ռազմական հեղաշրջումը պատժելի չլինել։ Բնականաբար կոչերը նույնպես պատժելի են եւ դրա համար համապատասխան հոդված կա, քրեական օրենսգրքում հոդված կա կոչերի համար, արդարացման համար եւ այլն։ Հիմա եթե նման բան է արվել եւ եկեղեցու ղեկավարությունը չի դատապարտում դա, այդ հակասահմանադրական, հակապետական
Հակադեմոկրատական արարքը հայտարարություն չի դատապարտում, այլ հակառակը պաշտպանում է, ասում է նա տեսակետ է հայտնել, ճիշտ է ասել, հետո դիսկուրսներ է առաջ մղում, որը ըստ էության նույնն է, հա, ոչ միայն չի հակասում, այլ կրկնում է այդ ամեն ինչը։ Այս դեպքում նշանակում է փաստորեն եկեղեցու ղեկավարությունը մտնում է քաղաքականության մեջ եւ ոչ միայն մտնում է քաղաքականության մեջ, այլ մենք սկզբից խոսեցինք, չէ՞, որ դա անընդունելի բան է, դա հակադեմոկրատական բան է։ Աշխարհիկ պետության սկզբունքը խախտող բան է։ Բայց իրենք ոչ միայն մտել են քաղաքականության մեջ, այլ նաև հակադեմոկրատական վարք են փաստորեն դրսևորում եւ նաև սահմանադրական կարգը փաստորեն բռնի կերպով տապալելուն ուղված կոչ անողին արդարացնում են, հա, այսինքն նաև հանդես են գալիս որպես ըստ էության բռնությունը լեգիտիմացնող ինչ որ ինստիտուտ, հա, եւ որովհետեւ կարող էին մտնել քաղաքականության մեջ օրինակի համար, ելի որը անընդունելին լեր, բայց ենթադրենք, չգիտեմ, ասենք ատելության խոսք առաջ չբերեին, հա, չասեին, որ պետք է դեմոկրատական կարգը բռնի կերպով տապալողին պաշտպանել օրինակի համար, հա, կամ այդպիսի կոչ անողին պաշտպանել եւ այլ։ Սա ուրիշ կլիներ, էլի անընդունելի կլիներ, բայց այնուամենայնիվ մի քիչ իրավիճակ այլ կլիներ։ Այս դեպքում երկու միասին վերցրած ծայրահեղ ուրեմն անընդունելի վարքագիծ է դրսևորել փաստորեն եւ դրսևորում եկեղեցու ղեկավարությունը եւ ներողություն ավարտեմ այս մասը, այս կարեւոր է կարծում եմ էլի, եւ մենք գիտենք, որ ինքը ունի ռեսուրսներ։ Եվ ինքը այդ ռեսուրսները փաստորեն փորձում է օգտագործել, որպեսզի իր այդ գործունեությունը հնարավորինս էֆեկտիվ լինի, ծանրակշիռ լինի։ Որովհետև մի բան է, որը ասում է այդ ամեն ինչը մեկը, որը չունի ոչ մի ռեսուրս, դա էլի անընդունելի է, դա էլի դատապարտելի է, բայց պետության վերաբերմունքը ընդհանուր առմամբ, այս առումով ես տեսեք նկատի ունեմ պետության ժողովրդի նաև վերաբերմունքը, հա, կարող է այլ լինել։ Ժողովուրդը կարող է ասել, հա, դու իմ սուվերենությունը կասկածի տակ ես դնում, բայց ես տեսնում եմ, որ դու ոչ մի կարողություն չունես իրականում իրագործելու այն, ինչ որ դու ասում ես։ Դու չես կարող ինձ զրկել որևէ պարագայում սուվերենությունից, դու շատ թույլ ես։ Իդեպ, ես հիմա մի օրինակ կբերեմ Գերմանիայի փորձից, որը շատ հստակ կարծում եմ վերաբերում է մեր այս թեմային, հա։ Տեսեք, այնտեղ Գերմանիայի դաշնային գերագույն դատարանը մի որոշում է ընդունել նեոնացիստական կուսակցության վերաբերյալ։ Մի քանի այդպիսի կուսակցություններ կան եւ տեսեք բովանդակությունը որոշման։ Նախ չի արգելել, որովհետեւ խնդիր կար արգելելու այդ կուսակցությունը, կար դիմում եւ մեկ այլ դատարան արգելել էր, բայց գերագույն դատարանը չեղյալ դա համարեց եւ ասեց չէ, չպետք է արգելել այդ կուսակցության գործունեությունը։ Բովանդակությունը, բացատրությունը ասում է, այո, ինքը հակասահմանադրական է, այո, ինքը մեր երկրի, այսպես ասած, սուվերենությանը դեմ գնացող գաղափարները առաջ քաշում, ուղղակիորեն անհամատեղելի է նրա ամբողջ գործունեությունը մեր երկրի սահմանադրության հետ։ Բայց մենք իրան չենք արգելում, որովհետև ինքը մարգինալ կուսակցություն է, ինքը չունի ռեսուրսներ, ինքը այն ինչ որ ասում է չի կարողանալու իրականացնել, այդ կարողությունները չունի։ Եվ տեսեք, Հիտլերի կուսակցությունն էլ էր ժամանակին մարգինալ։ Դե այդ կարող ենք այո վիճել, թե արդյոք նման, ասպես ասած, հիմնավորումը վիճահարույց չէ, բայց ուզում եմ ասեմ, սկզբունքը էլի, այսինքն այնուամենայնիվ այնտեղ տեսեք, տարբերակում են դնում, թե ով է ասողը։ Եթե կշիռ ինքը ունի, եթե տեսնեին, որ ինքը կշիռ ունի, փաստորեն ըստ Գերմանիայի դատարանի, այդ գերագույն դատարանի որոշման տրամաբանության, եթե փաստորեն այդ կուսակցությունը հանկարծ վաղը մյուս օրը կշիռ ունենա, հա, ավելի շատ այսպես բան ունենա, հետևորդներ եւ այլն, ռեսուրսներ ձեռք բերի, շատ հնարավոր է, որ իրեն ուրեմն արգելեն։ Բավ Արթանյան, դեր ասած տրամաբանությամբ ստացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը անհատ որպես կշիռ չունի, կարող է հիմար դուրս տալ ամենտեղ,
Դե հա, դե մարդ միևնույնն է չի կարող որևէ բան անել, եկեք թող խոսի։ Առնվազն Գերմանիայի Գերագույն դատարանը ասում է, այո, կարող են հիմար դուրս տալ դա խոսքի ազատությունը։ Երեք նաև մեզ զգուշացրեցին եվրոպացիները, որ անընդունելի եւ անընկալելի է Facebook-յան ստատուսների հետևից ոստիկաններն եկել։ Կոնկրետ այդ դեպքը չգիտեմ, ճիշտն ասած, պետք է նայել ով է ասել, ինչ կոնտեքստում է ասել եւ այլն, բայց բնականաբար այստեղ ես խոսել եմ իդեպ բազմաթիվ փորձագետների հետ, եվրոպական տարբեր պաշտոնյաների հետ եւ անկեղծ ասած որևէ դեպք չեմ հիշում, երբ որ իրենք ասեին, որ այն ինչ որ այսօր Հայաստանում տեղի ունենում, դա ինչ որ հակաիրավական, այսինքն չէին ասել հակաիրավական, զգուշացրել էին, որ այդ ճանապարհը եթե հեռու գնա, մի քիչ կարող է այնքան էլ ճիշտ չընկալվի արդեն։ Բայց հիմա դրա մասին չի խոսք։ Հիմա եկեք վերադառնանք մեր բուն թեմային, տեսեք, ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բնականաբար մտահոգված եմ այն իրավիճակով, որ կա։ Ինձ բնականաբար դուր չի գալիս այն կոնֆլիկտը, որ գոյություն ունի, բայց ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Ինչ պիտի լինի, որ այս կոնֆլիկտը հարթվի, որովհետև ամենայն դեպս գոնե ինչքանով որ ես եմ տեսնում, թե այս կողմը, թե այն կողմը հետ ընթաց մանևրելու ոչ միայն ցանկություն չունի, այլև երբեմն տպավորություն է թողնում, որ դրա տեղն էլ չկա այլևս։ Հա, իմ մոտ էլ անկեղծ ասած այդ տպավորությունը միջև ուղղակիորեն պատասխանել ձեր հարցին մի սեգմենտի էլ անդրադառնանք այս ամեն ինչի մեջ որ կա տեսեք եկեղեցին չեզոքության սկզբունքն է խախտել այսինքն եկեղեցու իր ղեկավարությունը հա նշենք սա անընդհատ ինչու՞ն է կայանում այդ սկզբունքը որ բնականաբար երբ որ դուք ունեք իրենց հա տերմիններով ասենք հոտ այդ հոտը բաղկացած է քաղաքացիներից չէ այդ քաղաքացիները ունեն տարբեր կարծիքներ ժողովրդավարական պետությունում պետք է չէ որ ոնց որ թե ունենան հա այդ քաղաքացիները կարող են տարբեր կուսակցությունների ջատագովներ լինել ոչ միայն այդ հայ առաքելական եկեղեցու հետևորդների մեծ մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացի էլ չի այսինքն համազգային կառույց է այո բայց դեռ այդ հարցը դնենք մի կողմ կան կենտրոնանանք միայն հայաստանյան հա շատ լավ եկեղեցու հետևորդների հա եւ բնականաբար իրենք տարբեր մոտեցումներ կարող են ունենալ հիմա երբ որ եկեղեցու ղեկավարությունը ասում է ճիշտը սա է ճիշտը այս քաղաքական վարքն է այլ ոչ թե այն ճիշտը այս քաղաքական գործիչն է այլ ոչ թե այն եւ ոչ միայն ճիշտը այն է այլ մենք պետք է հասնենք նրան որ այս սա հրաժարական տա եւ սա գա իշխանության օրինակի համար կներեք դա նշանակում է որ եկեղեցու ղեկավարությունը չի հարգում իր հոտի ուրեմն մեծ հատվածի որոնք որ այդ քաղաքական ուժի կողմնակիցը չեն որի քարոզը ինքը անում է եւ հակառակը որի հակաքարոզը անում է ինքը հա իրենք կարող են այդ քաղաքական ուժի կողմնակիցը լինեն սա լուրջ խնդիր է հասկանալ ինչ կարելի անել դրանով ամփոփ այստեղ գիտեք մի քանի տարբերակներ կարող են տեսականորեն լինել օրինակ մենք երբ որ սկզբից կոնֆլիկտը սկսվեց տեսնում էինք որ չկար եկեղեցու ներսում կամ գրեթե չկար ինչ որ տենց քննադատական վերաբերմունք կաթողիկոսի նկատմամբ օրինակի համար եւ այս պարագայում անկեղծ ասած շատ բարդ էր հասկանալը ոնց կարող է ընդհանրապես հանգուցալուծվել այս հարցը որովհետեւ վերջի վերջո Տեսեք, սա ուրեմն հասարակական կազմակերպություն է, չէ՞, եկեղեցին հասարակական կազմակերպություն է։ Եվ այդ հասարակական կազմակերպության անդամները, եթե բոլորը ասում են, որ մենք ճիշտ ենք, այսպես ենք մենք կարծում։ Չենք քննադատելի բան չենք տեսնում։ Ինչ պետք է անեին, էլի։ Այսինքն այստեղ լուծում չկար։ Իսկապես լուծում չկար։ Պետք է ուրեմն բան անեին, այսինքն այն բոլոր հավատացյալները, որոնք դժգոհ էին, սկսած վարչապետից մինչև ամենաշարքային քաղաքացի, այսինքն հիմա ներքին ընդդիմությունը Երևան կարող է եկեղեցին ինքնին ներսում այդ հարցը։ Այո, այս խնդիրը առաջանում է, որ երկրորդ տարբերակ
Եվ ներքին ընդդիմությունը կարող է հանգեցնել երկրորդ բանի, այսինքն այլ տարբերակի, որ որոշակի պարակտում լինի։ Այսինքն ձևավորվեն ուրեմն ըստ էության երկու հասարակական կազմակերպություններ։ Ամեն մեկն էլ հանդես գա որպես հայ առաքելական եկեղեցի։ Սա էլ է տարբերակը։ Սա իհարկե բնականաբար հավատացյալների համար կարծում եմ ոչ այսպես ցանկալի տարբերակ է, հա, որ լինի երկու առաքելական, հա, եկեղեցու անունը կրող հասարակական կազմակերպություն։ Դե ասում եք, որովհետև չկա նախադեպ։ Այո, որովհետև չկա նախադեպ։ Չկա, կա, մենք երկու կաթողիկոսություն։ Դե հա, այդ առումով հա, բայց որ ասենք մեր պետության ներսում լինի նման բան, հա, նման բան չի եղել, այսինքն երբ որ հայաստանյաց առաքելական, այսպես ասենք, հա, եկեղեցին, որը գործում է կոնկրետ այս դեպքում, թեև իրենք ասում են, որ ինքը իդեպ սա էլ է հարցել, եթե ինքը հայաստանյաց է, ինչու է նաև այլ որտեղ կենտրոնը Հայաստանն է։ Այո, բայց այս դեպքում մենք չէ որ կարգավորում ենք նաև Հայաստանի օրենքներով իրենց գործունեությունը։ Մի փոքր ինչ այսպես բան կա, այստեղ կոնֆլիկտ կա, բայց սա մի քիչ այլ քննարկման թեმა է հավանաբար։ Բայց ուզում եմ ասել, սա կարող է այսպեսի տարբերակ լինել տեսականորեն, բայց մյուս կողմից էլ տարբերակներից մեկը այն է, որ տեսնելով, որ կա հավատացյալների հոծ մի մեծ զանգվածի ծայրահեղ դժգոհությունը, հա, կաթողիկոսի նկատմամբ, եկեղեցու ղեկավարների նկատմամբ, կաթողիկոսը վերջո հրաժարական տա եւ արդեն եկեղեցու ներսում այդ փոփոխությունները լինեն, այսինքն բոլոր այն կրոնականներ, այն եպիսկոպոսները, որոնք կասեն, որ հա, ճիշտ է դա, պետք է որ կաթողիկոսը գնար, արդեն իրենք ոնց որ այդ ժողովը ձևավորեն, նոր կաթողիկոս լինի եւ այլն։ Սա տարբերակներից մեկն է, տեսնենք ինչպես կլինի։ Շնորհակալություն, սահմանափակվենք այսօր այսքանով, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ անկախ հետազոտող Էդգար Վարդանյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։